Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ ապրիլի 15-ին ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բազմիցս ասել են, որ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի առաջարկը հասկանալի օրակարգ է Հայաստանի համար, եթե մենք փակում ենք Արցախի հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը, բայց Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ, ասել է Փաշինյանը։ Գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարարը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին։ Միրզոյանը շեշտել է, որ գործընթացի վերջնական նպատակները հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը այս փուլում դեռ չեն իրագործվել։ Նախարարը սա որոշակիորեն կապել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Անտալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը։ Այդ ընթացքում Էրդողանը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը համարել է հուսադրող։ Նա նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության հիմնական ճարտարապետ և ընդգծել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Համացանցում լայն շրջանառվում է ասիացի տղայի հայկական պարի կատարումը Սիլվա Հակոբյանի «Յարն երևաց իմ երգի ներքո»։ Մեկնաբանություններում հայ օգտատերերը կիսվել են իրենց դրական վերաբերմունքով։ Երխուշտանը յուրօրինակ պարերից է, որը բնորոշում է Հայաստանն ու հայ մարդուն, իսկ դրա կատարումը հայոց լեռներում ստեղծում է անզուգական տեսարան։